3 ամսով երկարաձգել պարոն Չախալյանի խափանման միջոց կալանքը, ձեր դիրքորոշումը դատարանի այդ որոշումը։ Նայեք, ի սկզբանե վկայակոչվեց այն փաստական հանգամանքները, որ նախնական դատալսումների ընթացքում դատավորը հիմք էր ընդունել, այսինքն քանի որ մենք ապացույցներ հետազոտելու փուլ չենք, ասել չի հետազոտվել։ Դատարանը իր նախկին որոշման մեջ նշել էր, որ արկա փաստական հանգամանքները բավարար են, որպեսզի համարենք հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված։ Իմ կողմից վկայակոչվեց 307 էջանոց մեղադրական եզրակացության մեջ, ընդամենը 3 էջում 19 բառից բաղկացած Չախալյան ազգանունով, որ ասում են Չախալյան, այսինքն Վահագն Չախալյանի խոսակցությունը ոչ մտեղ արկա չի։ Առավել ևս Վահագն անունը միայն այդ ամբողջ 19 բառի մեջ միայն մի էջում է, որ Չախալյանը հանկարծ դառնում է Վահագն Չախալյան։ Հիմա մենք վկայակոչում ասում ենք պատվարժան դատարան, դու 20 բառ ես ընդունում փաստական հանգամանք, ամբողջ 307 էջանոց մեղադրական եզրակացության մեջ չկա Վահագն Չախալյանի ոչ խոսակցությունը, ոչ որևիցե մի մեղադրյալի ցուցմունքը, որ Չախալյան Վահագին է վերաբերում այդ խոսքը։ Ավելին, մեր հարգարժան արդար այդ մեղադրյալ Արտուրը վկայակոչեց, որ մենք ընդհանրապես այս մարդուն եկել ենք հրապարակում ենք տեսել։ Եվ այդ 20 բառից բաղկացած ամբողջ այս մեղադրական եզրակացության մեջ փաստական հանգամանքները հիմք են ծառայում, որպեսզի դատարանը ընդունի, որ հիմնավոր կասկած կա Վահագն Չախալյանը առնչվում է, դա առնվազն անհետեցություն է։ Ի սկզբանե, երբ որ դատավորը ստեց հարցեր տալ, որ գրավը ձեզ համար որքան չափն է մյուսը, մենք ենթադրեցինք, որ միգուցե այդ հարցերը նաև հնարավոր տարբերակ է, որ դիտարկվի։ Սակայն ընդմիջումից հետո, երբ որ ասես մնում են բոլոր այդ մտահոգությունները, խոչընդոտները առկա են, հասկացանք, որ պատվարժան նախագահով մտափոխվել է։ Թե ինչու է մտափոխվել, չեմ կարող ասել։ Կարող էր պարոն Չախալյանի մի փոքր ավելի սուր հայտարարությունները դատարանում մտափոխել դատավորին, մասնավորապես օրվա իշխանությունների քննադատությունը։ Ես ձեր հարցին մեկ հետաքրքիր պատասխան տամ, նայեք, այսօր ուրախություն մեզ Լիդա Մանթաշյան ազատ արձակվեց։ Ինչու, որովհետև 7 օրվա ընթացքում հանրության կարծիքը մեզ դերակատարում ունեցավ։ Եվ մենք ինչ ենք վկայակոչում, ասում ենք հարգարժան նախագահով, որ որոշումը կայացնում եք, այդ որոշման ամենասկզբից դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գերբը։ Եվ դուք այդ որոշումը կայացնում եք Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Հայաստանի Հանրապետության շահառուները դա հայ հանրությունն է։ Այսինքն դուք պետք է արդարություն իրականացնեք իշա Հայաստանի Հանրապետության, իշա Հայաստանյան շահառուները հայ հանրության։ Վահագն Չախալյանի դեպքում ես կարծում եմ, եթե հանրությունը նույնպես իր այսքան լսելուց հետո եւ այսքան մեր կողմից մեջբերված եւ վկայակոչված հանգամանքները հաշվի առնելով, եթե նույնպես այդ մտահոգությունը այդ իր կողմից դիրքորոշումը հայտնի եւ այդ հանրության դիրքորոշումը հասնել լինի ղեկավարությանը, որը բացառապես իր շահով է հետապնդվում, կարծում եմ նույնպես որ Վահագն Չախալյանի խափանքը հնարավոր է մոտակա կար ժամանակում փոխել, այլ չսպասել 3 ամիս հետո։ Իսկ բողոքարկելը Իհարկե, անշուշտ։ Եթե Լիդիա Մանթաշյանի դեպքում հանրային այս ճնշումը ազդեցություն ունեցավ եւ դատարանը որոշումը փոխեց, եթե հիմա այդ ճնշումը փորձեն շարունակել, այլ նստացույց իրականացնեն, այս լսումները խորհրդանական որոշակի տրամաբանությամբ շարունակվի, այս դեպքում եւս հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Հաշվի առնելով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորի կողմից հնչեցված, հենց նաև հաշվի առած, որ այո, հանրության կողմից հնչեցված այս փոփոխությունները դերակատարում ունեցան, կարծում եմ այո, որովհետև կրկնում եմ, վերջապես արդարադատությունը դատարանի կողմից իրականացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ Հայաստանի Հանրապետության շահառուների հայ հանրության։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ 24 նյուզի հարգելի հետևորդներ, ավարտվեց Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 մեղադրյալների գործով դատական նիստը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մյուս 5 շաբթի օրը
ժամը 4-ին։ Շնորհակալություն 24 News-ին հետևելու համար։